Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը ներկայացրել է մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 24 թվականին Շիրակի մարզին ընդհանուր հատկացվել է 27 միլիարդ 625 միլիոն դրամ, որից փաստացի կատարվել է 27 միլիարդ 420 հազար 97.9%։ Մարզպետարանի կառավարման ապարատի համար նախատեսվել է 752 միլիոն, որի դիմաց փաստացի կատարվել է 748.9 միլիոն դրամը, մոտավորապես տոկոսային հարաբերությամբ 99.6%։ Ուզում եմ նաև սուբվենցիոն ծրագրերի մասով շատ կարճ ասել, կառավարության թվով 13 որոշումներով մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսվել են 3 միլիարդ 958 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 3 միլիարդ 876 միլիոնը, 97.9%, այդ թվում Գյումրի համայնքին 1 միլիարդ 591 միլիոն դրամ։ Արուշանյանը պատասխանել է նաև մի շարք հարցերի, մասնավորապես Գյումրու-Շիրակացի փողոցի շինաշխատանքներին վերաբերող չարչարկված խնդրին։ Շիրակացի փողոցի հետ կապված կարող եմ ասել, որ մրցույթը տեղի է ունեցել, մրցույթի հաղթողը կա, ընդհանուր գումարը 800 միլիոնից ավել է, հիմի արդեն պայմանագրի կնքման գործընթացներն են գնում, Շիրակացի փողոցի հետ կապված խնդիրները, լուծումները ընթացքի մեջ են։ Դավիթ Արուշանյանը նշում է, որ Գյումրու ավականին կառավարությանն արդեն ներկայացրել է Գյումրու 19 փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի հայտեր, միևնույն ժամանակ նշում հաջող դոտացիաների մասին։ Գիտեք, խնդիր ունենք մենք ավականիների հետ կապված նիստեր տեղի չէր ունենում եւ սուբվենցիոն ծրագրերը չէր ներկայացվել, հիմա արդեն թվով 19 փողոցների սուբվենցիոն ծրագիրը ներկայացվել, կառավարությունը հաստատել է այդ սուբվենցիոն ծրագիրը, ընդհանուր 2 միլիարդից ավել է, որ կառավարության մասնաբաժինը 1 միլիարդից ավել է։ Գյումրու դոտացիան 2025 թվականին 4 միլիարդ է ավելացել, դարձել է 4 միլիարդ, 24 թվականին եղել է 3.5 միլիարդ։ Արուշանյանն իր խոսքում վերհաստատել է կառավարության որդեգրած քաղաքականությունը Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Ողջունելով Բերսեի այցը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն իր հերթին վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ եւ օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաեւ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ COP17-ը, դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների եւ կայունության ապահովման վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը քննարկել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար։
Երևան վերադարձած ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Զվարթնոց օդանավակայանում դիմել է իրեն դիմավորելու եկած հավատավորներին, ընդգծելով, որ այս փորձությունը կարելի է հաղթահարել խոհեմությամբ եւ առանց հուզական ընդվզումների։ Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ եւ օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը, հայտարարել է նա։ Եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ջրվեժ համայնքում երբևէ ուսումնամշակութային կենտրոն չի եղել, սա առաջինն է։ 2023-ի սուբվենցիոն ծրագրով են սկսել շինարարությունը, ավարտին են մոտենում։ 10,000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար կծառայի եւ որպես երաժշտական դպրոց եւ կերպարվեստի տարբեր խմբակներ կգործեն։ Դպրոցին կից կենտրոնում նախատեսում են նաեւ միջոցառումների դահլիճ ունենալ, այստեղ նաեւ դպրոցական ճաշարան է կգործի։ Ծրագիրն իրենց ներկայացնում էր մոտ 800 միլիոն դրամի ներդրում, 65% համայնքը, 35% կառավարության միջոցներով եւ ներկայումս ընթանում է նաեւ 2024 թվականին հաստատած սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքները համայնքի տարբեր բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտավորապես 106 միլիոն դրամ էր, կրկին 35-65 համամասնությամբ։ Համայնքի ջրվեժ բնակավայրում բազմաթիվ փողոցներ ասֆալտապատվում են առաջին անգամ, նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Ձորախբյուր եւ Զովք բնակավայրերում, առաջնահերթ ընտրվել են առավել բանուկ կենտրոնական փողոցները։ Հենց ասֆալտապատվող հատվածներին հարակից նկատելի է ուղղակիորեն անձն աչքով, որ կառուցվում են նոր շինություններ, ակտիվանացնին կյանքը եւ այդ ճանապարհները, որ ասֆալտապատվում են, հիմնականում փոխկապակցվում են նաեւ գործող մանկապարտեզի հետ, որը եւս սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Համայնքային փողոցների նորոգման աշխատանքներ են նախատեսում նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով, կրկնապատիկ բյուջեով։ Աբովյան համայնքում էլ վերակառուցում են Աբովյան քաղաքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը։ 300 երեխայի համար է նախատեսված, շենքը կառուցվել է 1970-ականներին եւ վտանգավոր էր հետագա շահագործման համար։ Հենասյուներից սկսած կամրակայվի կկառուցվի ամուր, անվտանգ, բոլոր պայմաններով հագեցած մանկապարտեզ, ավարտին նաև նոր գույք կտեղադրեն։ Նախահաշվային արժեքը մանկապարտեզի կազմում է մոտ 833 միլիոն դրամ, աշխատանքները նախատեսած է ավարտել 510 օրում, ներկա պահին բոլոր կանոնման աշխատանքները մանկապարտեզի կատարված են, նաև սյուների ուժեղացման աշխատանքներն են ընթանում եւ տանիքի կառուցման աշխատանքները։ Աբովյան համայնքում այս տարի նաև ջրահեռացման եւ կոյուղու կառուցման աշխատանքներ են նախատեսում իրականացնել, իսկ Բյուրեղավանում ավարտին է մոտենում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մարզադպրոցի շինարարությունը։ 1989-ից ավագ դպրոցի կիսանկուղային հարկում է գործում մանկապատանեկան մարզադպրոցը, շուտով նոր ու ժամանակակից շենքում կմարզվեն։ Այստեղ արդեն հասել են շենքի երեսպատման, ներքին հարդարման, կաթսայատան կառուցման աշխատանքներին։ Շատ կարևոր էր համայնքում սպորտը զարգացնելու համար կառուցել այս մարզադպրոցը եւ ամբողջական գույքի տարածքի բարեկարգման հարցերը բոլորը ներառված են։ Նախագծի արժեքը այս պահին 636 միլիոն դրամ է։ Հին մարզադպրոցում մոտ 400 պատանի է մարզվում, նախատեսում են, որ նոր ու անհրաժեշտ գույքով հագեցած դպրոցում պատանիների թիվը կավելանա։ Կգործեն տարբեր մարզաձևեր՝ բռնցքամարտ, ծանրամարտ, տմշամարտ, ֆուտբոլ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատի խմբակներ։ Տեղ գյուղը 10-րդ դարում հիմնել է Սյունիքի շահանդուխտ երկրորդ թագուհին։ Գյուղացիներն են պատմում ու հպարտությամբ ցույց տալիս հնագույն քարանձավային կացարանները, որտեղ իրենց նախնիներն են ապրել։ Այսօր գյուղի բնակչությունը հիմնականում անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ է զբաղվում ու պատվով պահում Հայաստանի Հանրապետության սահմանները։
Տիկին Գալիայի 2 որդիներն էլ զինծառայողներ են։ Իմ հիացմունքին ի պատասխան հավելում է որևէ արտառոց բան չկա, երբ թիկունքում իր հողին կարճած ժողովուրդը գյուղից մինչև մեծ քաղաքներ ու մինչև մայրաքաղաք հանապազորյա արարումով իմաստավորում է սահմանին կանգնած զինվորի ծառայությունը, հայրենիք սահմանը գաղափար է դառնում։ Երկու տղաս ծառայում են բանակում, այսել մեր այգինա մշակում են, մարդիկ ապրում են իրաց առօրյա կյանքով, զբաղվում են իրանց աշխատանքներով։ Սարմենը շուտով արդեն 2 տասնամյակ հայրենիաց պաշտպանի առաքելության կրողն է։ Կատակում է բախտը բերել է կինը Նելին Մանկավարժ է, որ ոչ պակաս կարևոր առաքելություն եւ ինչու ոչ ծառայություն է։ Իր հավատարիմ գաղափարակիցն է արդեն 17 տարի։ Իսկապես ես միրտ գլուխս բարձր եմ քայլում, քանի որ պատիվ է ինձ համար լինել զինվորականի կին։ 2008 թվականից ծառայում եմ բանակում, ինչով կարում եմ, ես մեր սահմանամերձ գյուղին օգտակար եմ լինում իմ ծառայությունով։ Իսկ արդեն գյուղամիջում Նելիի սաների հետ ենք ծանոթանում, փոքրիկ գյուղաբնակներից իրենց շենի նիստուկացով ենք հետաքրքրվում, դպրոց ու մանկապարտեզի առօրյայից ենք հարց ու փորձանում, հետո հրաժեշտ տալիս միմյանց պայմանով, որ առայժմ սահմանապահ իրենց գյուղի դիրքապահ հայրիկների ու եղբայրների մասին մենք կպատնենք, իսկ մարդկային պատմությունների մեր վավերագրությանն ավելանում է եւս մի ընտանիքի կենսագրություն։ Ես զինվորականի մայր եմ, երեխաներս ծառայում են սահմանին, 2 տղաներս ու թոռնիկս։ Աշխատող մարդիկ ենք, աշխատանք սիրող ժողովուրդ ենք, մեր համար ստեղծում ենք ապրում։ Երեխաներս էլ սահմանին մեզ են պաշտպանում։ Դե իսկ այո, հայրենիք սահմանն ամբողջանում ու գաղափար է դառնում արդեն սահմանին, պատվով իրենց առաքելությունն իրականացնող սահմանապահ զինծառայողների հետ խոսք ու զրույցի ընթացքում։ Ավարտել եմ հաշվապահական հաշվառում բաժինը։ Զորակոչվել եմ բանակ, ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արդեն 21 ամիս, 3 ամսից ավարտում եմ ծառայությունս, վերադառնամ հայրական օջախ։ Ինչ պլաններ կան ծառայությունից հետո։ Ամուսնանալ։ Բանակային դիրքերում ու պահպանության հարակից շրջաններում ընթացող ինժեներական աշխատանքներն ու հերթափոխի անձնակազմի կեցության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը մշտապես վերադաս հրամանատարության ուշադրության կենտրոնում են։ Դիրքապահների ծառայությունն առավել արդյունավետ ու անխոչնդոտ կազմակերպելու ուղղությամբ արվում է ամեն հնարավորը։ Մոտ տարի 9 ամսվա ծառայող եմ, միջով բանակ գալիս զբաղվել եմ սպորտով։ Լավ ծառայելու շնորհիվ վերադաս հրամանատարությունը քոյն եղել, դրա շնորհիվ ներկայացրել են կրսեր սերժանտի։ Լավ ծառայել նշանակում է զինակից ընկերոջ հանդեպ ամենակարևորը դարձավ մեկը մյուսի համար։ Ընտանիքի պես է մեր միջավայրը, բոլորս իրար վերաբերվում ենք որպես իրար հարազատ եղբայրներ, դից ավելի միջավայրը ավելի շատ ջերմ է ստացվում, ծառայությունն է ավելի արդյունավետ։ Այսպիսին է հայրենիքի սահմանը հանրապետության հարավարևելյան գոտում եւ էլի սահմանապահ բնակավայրերում ապրող յուղացու ու երկրի սահմանը պահող բանակային ստորաբաժանումների արդար վաստակն է լինելու վաղվա արևագալը, որ յուղացուն դեպի ձորակները բանջարի կկանչի, դպրոց ու մանկապարտեզում էլ շուտով զանգը կկանչի մի նոր դաս սերտելու։ Իսկ բանակային դիրքերում հերթական հերթափոխը կլինի, որտեղ պետական սահմանի իրենց վստահված դիրքը պահպանելու երթումը կրող հայրենիաց պաշտպաններն են։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Մեր բանակը կանգնած է ու պաշտպանում է մեզ։ Մենք էլ մեր հողի վրա ամուր կանգնած կատարում ենք մեր աշխատանքները, մեր ժողովուրդն էլ ամեն մարդ իր գործի։ Հայաստանի սահմանների համար մտածելով ես որոշել եմ, որ պետք է լինեմ զինվորական։ Մենք էլ այո, մեր ծառայությունն ենք իրականացնում դպրոցում։ Պատրաստ ենք բոլորս։ Երթում ենք տվել մենք դրա համար, մենք երթումը կպահենք անպայման, պատրաստ ենք միշտ ազնվիաբար պաշտպանելու մեր պետական սահմանները։ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության քննությունը կանցկացվի բացառապես համակարգչային եւ հեռավար տեխնոլոգիաների միջոցով։ Որոշումը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից։ Քննարկվում է նաեւ բանավոր քննության ներդրման հարցը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերից էլ արգելվում է Ռուսաստանի դպրոցներ միգրանտների այն երեխաների ընդունելությունը, որոնք չեն տիրապետում ռուսերենին եւ օրինական չեն գտնվում
գտնվում Դաշնության տարածքում։ Նաև եթե դպրոց ընդունվելիս այդ երեխաները 2 անգամ ձախող են քննությունները, նրանց ծնողները կարող են ենթարկվել պատասխանատվության։ Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Խարկովին, հաղորդվում է առնվազն 3 զոհի մասին։ Տուժել է 60-ից ավելի խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ։ Բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Թիրախում է եղել նաև Օդեսան, վնասվել են ավտոմեքենաներ, խաղահրապարակներ, քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսաստանի ՊՆ տվյալով ուկրաինական կողմն էլ ԱԹՍ-ներով հարվածել է Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Տամբովի, Ռոստովի մարզերին։ Տեղեկություններ կան, որ Տամբովում գործարան է հրդեհվել, Բելգորոդում էլ կան տուժածներ։ Մոսկվան ցանկանում է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հասնեն խաղաղ համակեցության, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են կարգավորել դիվանագիտական առաքելությունների աշխատանքը եւ վերացնել այդ ոլորտում կուտակված գրգռիչները, որոնք առաջացել են Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Դարչիևն ընդունել է, որ հարաբերությունների բարելավման համար ժամանակ կպահանջվի, հաշվի առնելով նաեւ կոնգրեսում հակառուսական տրամադրությունները։ Կողմերը նախնական որոշում են կայացրել դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել։ Դրանք տեղի կունենան Մոսկվայում եւ Վաշինգտոնում շատ մոտ ապագայում, մանրամասնել է դեսպանը։ Դարչիևը հավելել է, Մոսկվան ակնկալում է Միացյալ Նահանգների հետ առաջընթացի հասնել ուղիղ չվերթների վերականգնման եւ վիզաների տրամադրման պարզեցման հարցերի շուրջ։ Վաշինգտոնի եւ Պեկինի թիմերը Լոնդոնում հունիսի 9-ին կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել առևտրային տարաձայնությունները հաղթահարելու նախնական ծրագրի շուրջ։ Լոնդոնյան հանդիպումից հետո ԱՄՆ առևտրի նախարարը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել առևտրային սահմանափակումների մասնակից չեղարկման հարցում։ Հովարդ Լուտնիկի խոսքով ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են Դոնալդ Թրամփին եւ Սի Ցինփինին։ Ամերիկյան թիմը վստահություն է հայտնել, որ հազվագյուտ մետաղների հետ կապված խնդիրները կարող են լուծվել։ Վաշինգտոնը հուսով է, որ Չինաստանը կվերացնի արտահանման սահմանափակումները։ Չինական կողմը եւս բարձր է գնահատել ամերիկյան պատվիրակների հետ բանակցությունները, կարծիք հայտնել, որ առևտրային ոլորտում կարգավորումը կնպաստի երկրների միջև վստահության ամրապնդմանը եւ տնտեսական կապերի առողջացմանը։ Կողմերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսին Ժնևում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Չինաստանի համար 145%-ի մաքսատուրքերի մասին։ Չինաստանն ի պատասխան հայտարարել էր ամերիկյան ապրանքների համար 125%-ի մաքսատուրքերի մասին։ Այնուհետև կողմերը համաձայնության են եկել փոխադարձաբար կրճատել տուրքերը։ Սպիտակ տան միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարել է քաղաքի կենտրոնական որոշ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին։ Կարեն Բասը նշել է, որ որոշումը կայացվել է վանդալիզմին ու թալանին վերջ դնելու համար։ Նոր վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները շարունակվել են, սակայն արդեն առանց ցուցարարների եւ իրավապահների միջև լուրջ բախումների։ Այնուհանդերձ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ զանգվածային ձերբակալություններ է իրականացնում, քանի որ որոշ քաղաքացիներ խախտում են պարետային ռեժիմը։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով ցույցերը ճնշելու համար ազգային գվարդիան ներգրավելու որոշումը նշել է կչեղարկի այն, երբ Կալիֆոռնիայում անվտանգություն եւ հանգստություն հաստատվի։ Նա մեղադրել է տեղական իշխանությանը կոմպետենտության պակասի համար, նաեւ չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել ռազմական ապստամբության ճնշման մասին օրենքը, որը ենթադրում է զինվորականների ներգրավում։ ԱՄՆ նախագահը հավելել է, մտադիր է 1 տարվա ազատազրկում սահմանել ամերիկյան դրոշը այրելու համար։ Թրամփը չի բացառել, որ ինչ որ մեկը ֆինանսավորում է Կալիֆոռնիայում բռնկված ցույցերը։ Պաղեստինի նախագահը դատապարտել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումը։ Խաղաղ բնակիչների սպանությունը եւ գերեվարումն անընդունելի են։ Համասը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր պատանդներին, գրել է Մահմուդ Աբասը Ֆրանսիայի նախագահին եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին ուղղված նամակում, որոնք համանախագահելու են Պաղեստինի ապագային նվիրված ՄԱԿ առաջիկա համաժողովը։ Աբասը նախկինում բազմիցս կոչ էր արել պաղեստինյան շարժմանը ազատ արձակել պատանդներին, սակայն չէր դատապարտել Իսրայելի դեմ հարձակումը։ Հիշեցնենք 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի զինյալները ներխուժել էին Իսրայել, սպանելով ավելի քան 800 քաղաքացիական անձի եւ շուրջ 400 զինվորականի, ինչպես նաեւ գերեվարել ավելի քան 250 մարդու։ Ի պատասխան Իսրայելը ներխուժել էր Գազայի հատված, հայտարարելով նպատակ ունեն ազատելու պատանդներին եւ վերացնել Համասը։ Վերջին տվյալով հայտնի է Գազայի հատվածում ավելի քան 50,000 զոհի մասին։
25.5% վարկերի, 14% ավանդների աճ։ Բանկային համակարգի գրանցած ցուցանիշն է։ Նախորդ տարի Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգում արձանագրվել են ակտիվների աճ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է ներկայացրել 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Վարկերի աճը արձանագրվել գրեթե բոլոր հիմնական ուղղություններով։ Չաշխատող վարկերի կշիռը 2.4%-ից դարձել է 1.2%։ Բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, ինչին նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ցածր վարկային կորուստները։ Այնուամենայնիվ, վարկավորման որոշակի ոլորտային ուղղություններում ռիսկերի հնարավոր կուտակման եւ գլոբալ բարձր անորոշությունների ներկայիս միջավայրում վարկային ռիսկը շարունակում է գերակա մնալ։ Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ, եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր։ Կենտրոնական բանկը հնարավոր է համարում, որ անշարժ գույքի շուկայում կարող են ավելցուկային ռիսկեր առաջանալ։ Ֆինանսական կայունության առումով ռիսկ է նաև աշխարհաքաղաքական անորոշություններն ու առևտրատնտեսական լարվածությունների աճը, նշեց Մարտին Գալստյանը։ Գլխավոր դրամատունն իրականացրել է մակրոսթրես թեստավորում, թե վատատեսական սցենարի դեպքում ինչ կարող է լինել, ու պարզվել է, որ համակարգն ունակ է կլանելու հնարավոր կորուստները։ Ստրես տեստի ողջ հորիզոնի 3 տարվա համար հաշվարկված անսպասելի կորուստների մեծությունը կազմել է մոտ 150 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ռիսկով կշռված ակտիվների մոտ 1.85%-ին, այս գնահատականը իթևս այլ գործոնների հիմք է հանդիսացել մեր համար 24 թվականի 3-րդ եռամսյակում հակացիկլիկ բուֆերների դրույքաչափի 0.25%-ային կետով խստացման համար։ Չնայած Հայաստանի տնտեսությունում որոշակի դանդաղման միտում կա, Մարտին Գալստյանի խոսքով վերջին տարիների ընթացքում մակրոտնտեսական կայունությունը վկայությունն է, որ նաև ներդրողների կողմից կա վստահություն, ու անգամ դեպքերի արագ զարգացումների արդյունքում չի կարծում, թե արտահոս կլինի մեր ֆինանսական համակարգից։ Ինչ վերաբերում է փոխարժեքին, այս առումով ազդակներ տալուց պետք է զգույշ լինել։ Որովհետև ցանկացած մարդ ըստ էության հասարակ քաղաքացիների մեջ մանավանդ իրանք նայում են նոմինալ փոխարժեքին։ Այսինքն 1 դրամը կամ 1 դոլարը հավասար է 385 դրամ։ Այնինչ իրականում տնտեսական process-ները ճիշտ հասկանալու տեսանկյունից պետք է նայել իրական արդյունավետ փոխարժեքի վարկագծին։ Ֆինանսական զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիների մասին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում մարդիկ դարձել են խաբեության զոհ երրորդ կողմին տալով իրենց PIN կոդերը, CVV-ները։ Ես խնդրում եմ, ոչ մեկին մի տվեք։ Եթե դուք համոզված չեք, որ դա բանկի աշխատակից է կամ, չգիտեմ, ձեր իմացած մարդն է, եւս մեկ անգամ ադբոյ տվեք, զանգեք, ինքներդ զանգեք։ Պիտի համատեղ պայքարել դրա դեմ, շեշտեց Կենտրոնական բանկի նախագահը, հավելելով բոլոր դեպքերն ուսումնասիրվել են։ Եթե մեղավորությունը բանկինն է, ապա առանց որևէ քննարկման բանկը գումարը վերադարձրել է։ Ինչ վերաբերում է մնացած դեպքերին, 3 բանկեր շուտով կհայտարարեն, որ կսպասեն այնքան, մինչև ամբողջական քննությունն ավարտվի։ Խոսքը 230 հաճախորդի պարտավորությունների մասին է։ Կենտրոնական բանկն այս տարվանից իջեցրել է գնաճի իր թիրախը 4-ից 3%։ Լուրերը հետաքրքրվեց։ Արդյոք այս պահի գնահատականներով արդարացված էր այդ որոշումը։ Միանշանակ արդարացված որոշում է։ Ու եթե դու կարողանում ես քո համբավի կամ քո նկատմամբ վստահության արդյունքում գնաճի թարգետավորման քաղաքականության ներքո հայտարարել մի թարգետ կամ նպատակադրում, որ ավելի ցածր է, քան 4-ից 3, դա նշանակում է դու փորձում ես երկարաժամկետ ծախսերը անորոշության գնաճի մասով բիզնեսի համար նվազեցնես։ Ու ես կարծում եմ, որ մենք բավականին լավ քայլ ենք արել ու նախապատրաստված քայլ ենք արել։ Պահային գնաճը կարող է լինի բարձր, կարող է լինի ցածր։ Մեր խոստումը այն է, որ միջնաժամկետում, ինչպես միշտ ասել ենք, մեր գնաճը լինելու է 3%, ու ուտեղ կարծում եմ, որ Կենտրոնական բանկը իր վարկով եւ վարկով ապացուցել է, որ ինքը ունակ է ապահովել են գնաճի թիրախը, որը որ ինքը խոստացել է։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկերի թվային արժույթին, որի վերաբերյալ գլխավոր դրամատանը քննարկումներ կան, Մարտին Գալստյանը նշեց, 2 թիմ կա։ Մի կողմը կարծում է, որ անհրաժեշտ է ներդնել, մյուս կողմը համարում է, որ այս պահին պետք չէ։ Կոնսենսուսն այն է, որ անընդհատ դրա վրա պետք է աշխատեն։ Մեկնարկել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ հիմնական փուլը։ Քննական առաջին օրը հանրապետությունում քիմիայից գիտելիքները կստուգի 1174 դիմորդ, ռուսերենից 309։ Մետաղորսիչ սարքով ստուգվում ու քննասենյակ են մտնում Կապանի, Քաջարանի ու Մեղրիի 24 դիմորդները։ Ըստ նախնական հայտագրման տվյալները հետևյալն էր՝ քիմիայից 16 դիմորդ,
ռուսերենից 8 դիմորդ։ Ընդհանուր 24 եւ բացակայ չունենք։ 3 ժամ տևող քննությունը վճռորոշ դեր ունի դիմորդների հետագա ուսումնառության համար։ Նրանց մեծ մասը ձմռանն է փորձել ուժերը։ Հարգելի կամ ոչ հարգելի պատճառով քննությանը չներկայացողների համար 2 փուլի հնարավորությունը ձեռնտու է։ Առաջի անգամ ստացել եմ 14.25, ակնկալում եմ ավելի բարձր միավոր, այդ պատճառով էլ մասնակցեցի երկրորդ անգամ։ Երկրորդ անգամ ավելի լավ էր առանց լարվածության։ Ինձ թվում է լավ կլինի։ Ցանկանում եմ ընդունվել Երևանի պետական համալսարան, միջմշակութային հաղորդակցության բաժինը։ Առաջին անգամ եմ հանձնում, հունվարին ուժը չէ փորձել, կարելի ասել, այսին փորձնական թեստներ միասնական, թեստերը շատ հեշտ են իմ կարծիքով, շատ բաներ կան, որ ես գիտեի, շատ բաներ կար, որ չգիտեի, չտակցնեմ։ Քննությանը երկրորդ անգամ եմ մտնում, արդեն մի անգամ հանձնել եմ ձմռանը։ Հիմա եկել եմ ավելի բարձր ստանալու համար։ Քիմիա եմ հանձնել, հունվարին եմ հանձնել, թեստը համեմատ հունվարի ավելի բարդ էր, դեպից պատվով դուրս եկա, քանի որ անվճարի համար եմ պայքարում, դրա համար հիմա եմ տվել։ Սկզբից ահավոր բարդ էր թվում, որ մտել էի ու թեստը բացել էի, այնպիսի բաներ կար, որ սենց ահավոր լարվել է այդ պահը, բայց հետո հանգստացա ու երբ արդեն հեշտերը գրում ես, ոնց որ ինքնավստահություն բարձրանում է ու այդպես դժվարներն էլ ես կարողանում։ Վերջերս գործադրված սարքը օգնում է քննասենյակում ապահովել հանգիստ մթնոլորտ։ Արամ Նազարյանը նշում է, հատկապես ձմռանն են արձանագրվում կարգը խախտելու դեպքեր, հայտնաբերվողները հեռացվում են։ Մանավանդ ձմռան այդ քննական սեզոնին շատ էին փորձում, ասենք, կամ փորձում են հեռախոսներ, լսող, փոխանցող սարքեր, տարբեր կրիչներ օգտագործել, որը ընդհանուր օբյեկտիվ պատկերը աղավաղում է։ Բուհի ընդունելության համար հիմք է ընդունվում 2 քննություններից ստացած ամենաբարձր գնահատականը։ Պետք է համեմատաբար բարձր լինի, որպեսզի այդ մրցույթը կարողանանք ապահովել։ Եթե բոլորը բարձր կամ միան տեսագնահատական ստացան, մրցույթը անցկացնել հնարավոր չի լինի։ Բարդությունը դրա հետ է կապված, բոլոր առարկաներն են, այսինքն պետք է այնպիսի կառուցվածք եւ բարդության աստիճան ունենա, որ դիմորդների պատրաստվածության աստիճանից ելնելով այդ ցրվածությունը ապահով, որպեսզի մրցույթ ստացվի։ Հանրապետությունում միասնական քննությունների հիմնական փուլին հայտագրվել է ընդհանուր 15970 դիմորդ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին Մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների հիշյալ տղամարդը զբաղվում է Ապոյնի թմրաշրջանառությամբ, բացի այդ Ապոյնի կերպով պահում է զենք զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ, Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածներ ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա 5 սրվակ, ինչպես նաև ինքնաշեն 4 ատրճանակ, գրչանման կրակող 2 սարք, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հունիսի 6-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության ղեկավար կազմը եւ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին, անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում։ Արփինե Սարգսյանը մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները
հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով։ Ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անդրադառնալով առանձին հանցատեսակների եւ հասարակական կարգի պահպանությանը այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։